Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում փակված Սամվել Կարապետյանի հերթական նամակն է հրապարակվել։ Տաշիր գրուպի սեփականատերը շարունակում է վերլուծել Փաշինյանի քաղաքականության հետևանքները։ Դաժան ռեպրեսիվ մեքենան դարձել է ամենապահանջված միջոցը եւ սասանում է մեր երկրի ներքին ամրությունը, գրել է կալանավորված գործարարը։ Հաջողվեց բոլորին հանել բոլորի դեմ։ Քաղաքական ուժերը սկսեցին պայքարել միմյանց դեմ, մի կողմ թողնելով գլխավոր չարիքը։ Սակայն ժամանակն ասում է իր խոսքը եւ անում իր գործը։ Սևերը սկսեցին սպիտակել, իսկ սպիտակները, որոնք այժմ ժողովրդի մեջ փոքրամասնություն են, վստահ են, որ կարճ ժամանակ հետո բոլորի համար շոշափելիորեն կմնան ընդամենը մի փոքրիկ խմբակ։ Չնայած նույնիսկ դա է ինձ ցավ պատճառում, քանի որ բաժանումներից, պառակտումներից սկսվեց մեր ամենադժվար շրջափուլը։ Շուտով միասին վերջ ենք տալու պառակտմանը։ Պայքարելու ենք։ Արդեն 7 տարի է Սամվել Կարապետյանի նման շատերը ասում են շատ քիչ է մնացել։ Իշխող թիմի падգամավոր Հրաչյա Հակոբյանին չեն անհանգստացնում կալանավորված գործարարի այս մտքերը։ Իրենց իշխանության վերջի մասին շատ կանխատեսումներ է լսել, որ չեն իրականացել։ Արդեն 7 տարի է մենք լսում ենք, որ ասում են քիչ մնաց, բան չմնաց, հեսա ամեն ինչ փոխվում է։ 7-րդ օրն է միլիարդատերը ազատազրկված է ու ակտիվ քաղաքական ուղերձներ է հրապարակում բանտից, որ ավարտվում են պայքարելու ենք կոչով։ Արդյոք սա քաղաքական հայտ է Փաշինյանի կառավարությունից դժգոհ զանգվածին համախմբելու քայլ։ Ինչ են մտածում իշխող թիմում։ Ախր Սամվել Կարապետյանը քաղաքական գործոն չի, որ մենք հիմա փորձենք վերլուծել նա ուժեղ մրցակից է թե ոչ։ Նա ինչպես հասկացանք, իր հայտարարությունից քաղաքական գործունեություն չի ծավալում, չի ուզում ծավալի իր ձևերով, եթե քաղաքական դաշտում քաղաքական գործիչները հարցը չկարողանան լուծեն, իրանք իրանց ձևերով են լուծելու։ Իշխող խմբակցության падգամավորը նկատի ունի Սամվել Կարապետյանի այս ձևակերպումը, որ եկեղեցին պաշտպանում էր Փաշինյանի արշավից ու դրա համար էլ կալանավորվեց։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Հրաչ Հակոբյանի մեկնաբանմամբ Ռուսաստանաբնակ գործարարի մոտեցումը քաղաքական չէ, այլ բնույթի է, որի մասին տեսանյութում նշել է ու դեռ պետք է պատասխան տա։ Մտահոգություն չունեն, որ կալանքն ու այս քրեական աղմուկը կբարձրացնեն գործարարի վարկանիշն ու նա կարող է դառնալ Նիկոլ Փաշինյանի մրցակիցը։ Ընդդիմադիր դաշտը համախմբվի Սամվել Կարապետյանի շուրջ։ Նախ ասեմ, որ ոչ, որովհետև ելի եմ կրկնում։ Մարդ, ով ապրել, աշխատել է Ռուսաստանում, եկել է Հայաստան եւ ցանկանում է միջամտել իր ձևերով Հայաստանի ներքին կյանքին, քաղաքական կյանքին։ Դուք պատկերացնում եք մեր հայրենակիցները ինչպես պետք է նրան հետևեն, նրա կողքին կանգնեն։ Տաշիր ընկերությունների սեփականատերը նախորդ ուղերձներում էլ անդրադարձել էր հայաստանյան արդարադատությանը։ Ստեղծել են փաստաբանների խումբ, որ անվճար աջակցեն մարդկանց, որոնք ապօրինի ու անարդար որոշումների զոհ են։ Արդարության մասին Փաշինյանի թիմակիցն այլ պատկերացում ունի։ Արդարությունը վերականգնվում է այն ժամանակ, երբ որ նման հայտարարություն անողները պետք է պատասխանեն մի քանի հարցի, թե ինչ է նշանակում մենք մեր ձևերով։ Իշխանամերձ վերլուծաբանները Ռուսաստանաբնակ գործարարին համարում են Կրեմլի պրոյեկտ, որ նրա միջոցով Հայաստանում փորձում են իշխանափոխություն անել։ Իսկ իշխանական падգամավորը Սամվել Կարապետյանին համարում է ռուսական պրոյեկտ։ Ես չեմ կարող նման պնդում անել ամենայն դեպս։ Երկրի համար սրտացավ, աշխատատեղ ու բարիք ստեղծող մարդիկ դարձել են քաղբանտարկյալներ։ Իր վերջին նամակում նշել է ազատազրկված միլիարդատերը։ Երեկվա զարգացումների Բագրատ arczepiskopos Գալստանյանի ու նրա աջակիցների ձերբակալությունների մասին ուղիղ ոչինչ չկա նամակում։ Վարչապետի հայտարարություններին էլ չի անդրադարձել։ Նիկոլ Փաշինյանը հեղաշրջման պլանի վերաբերյալ մեկնաբանություններում պնդում է, թե դա պետք է իրականացվեր կաթողիկոսի օրհնությամբ ու Սամվել Կարապետյանի աջակցությամբ։ Ինչ փաստերի հիման վրա են Նիկոլ Փաշինյանի պնդումները, կան ապացույցներ, որ դեռ չեն հրապարակվել։ Վարչապետի մամուլի խոսնակն ասաց, Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներին ավելացնելու բան չունի։